Այսօր մեր նախագծային աշխատանքի թեման բարդ մեխանիզմ է։ Բարդ մեխանիզմ մեխանիկական հարմարանք, որն օգտագործվում է ուժի մոդուլի կամ ուղղության փոփոխության համար։ Ընդհանուր առմամբ դրանք կարող են սահմանվել որպես ամենաբարդ ողջիկներ, որոնք օգտագործում են մեխանիկական շահումը ուժը ձևափոխելու նպատակով։ Տերմինը սովորաբար վերաբերվում է 6 դասական բարդ մեխանիզմներին, որոնք հայտնաբերել են վերածննդի գիտնականների կողմից։ Բարդ մեխանիզմները դարձել են մեխանիկական առավելություն, թույլ տալով առավելություն ստանալ մարմնի վրա կիրառվող ուժի մեջ, այն որոշակի առավելությամբ տեղափոխելու համար, սարքի շփման ուժի վրա գործելացը հաշվի չառնելով, բարդ մեխանիզմները տալիս են այնպիսի առավելություն, որ մարմնի վրա կիրառված ուժը հավասար է ամբողջ ազգով ուժին։ Բարդ մեխանիզմները մեծացնում են ազդեցությունը համեմատորեն փոքրացնելով այն հեռավորությունը, որը պետք է անցնի մարմինը։ Դրանք հաճախ օգտագործվում են այնպիսի իրավիճակներում, որտեղ օրինակ բերել բարձրացնելու կամ տեղափոխել առանց դրանց օգտագործման շատ ավելի դժվար կլիներ։ Նաև մեկ-մեկ օգտագործվում են առավելության մեջ շահուսնական։ Բարդ մեխանիզմները կարելի է դիտարկել որպես տարրեր, որոնցից կազմված են ավելի ու ավելի բարդ մեքենաներ կամ բաղադրյալ մեխանիզմներ։ Օրինակ, հեծանելի մեխանիզմում օգտագործում են անիվներ, լծակներ և ճախարակներ։ Բաղադրյալ մեխանիզմի մեխանիկական շահումը պարզապես այն կազմում ամենապարզ մեխանիզմների շահումների համագումարն է։ Բարդ մեխանիզմի գաղափարը ծագել է նույն փիլիսոփա Արքիմեդի մոտ Քրիստոսից առաջ 3-րդ դարում, որն ուսումնասիրել է արքիմեդյան պարզ մեխանիզմները՝ լծակը, ճախարակը և պտուտակը։ Նա լծակի համար հայտնաբերել է մեխանիկական ուժի շահման սկզբունքը։ Հայտնի Արքիմեդի հետևյալ միտքը լծակի վերաբերյալ՝ տվեք ինձ հենվանկել և ես կշրջեմ երկիրը։ Բարդ մեխանիզմների տեսակներ՝ թեք հաղթություն, հորիզոնական հաղթության վրա սուր անկենտրակ դրված հաղթություն։ Եթե անտեսենք շփումը թեք հաղթության մակերևույթի և բեռի միջև, ապա կտեսնենք, որ ավելի հեշտ կբարձրացնենք բեռը, քան բեռի ծանրության ուժն է։ Սեպը մեծացնում է ճնշում ուժ ուղղելով ավելի փոքր մակերեսի վրա։ Սեպի օրինակներն են Այստեղ կարելի տեսնել ինչպիսի մեխանիզմներ են օգտագործվել եգիպտական բուրգերի կառուցման ընթացքում, կարելի ասել գրեթե բոլոր մեխանիզմներն են ակտիվ օգտագործվել, այսինքն անիվը գերանների տեսքով, որ քարերը ավելի հեշտ տեղափոխել։ Լծակը, ճախարակը, մեծամասնորեն հենց թեք հաղթությունը։ Եվ թեք հաղթությունը։ Այսինքն տեսնում եք, որ այնքան պարզ մեխանիզմներով այդպիսի ինչեր բնության հրաշքներ է ստեղծվել։ Սեպը մեծացնում է ճնշումը ուժն ուղղելով ավելի փոքր մակերեսի վրա։ Սեպի օրինակներն են բոլոր կտրող և ծաղրող գործիքները։ Ինչքան սեպը սուր է, այնքան ուժի մեջ շահումը մեծ է։ Պտուտակը։ Պտուտակը պարզ մեխանիզմ է, որի պարուրակը գլանի շուրջ բազմաթիվ անգամներ փաթաթած թեք հաղթություն է։ Այլ պարզ մեխանիզմների նման պտուտակը կարող է փոխել ուժի ուղղությունը և մեծությունը։ Պտուտակը հիրավի ամենատարածված պարզ մեխանիզմն է կենցաղում արդյունաբերության մեջ և տեխնիկայում։ Մի դեպքում են տարբեր մարմիններ ամրացնելու դեր է կատարում, մեկ այլ դեպքում պտուտական շարժումը փոխակերպում է համընթացի, բեռ է բարձրացնում ինքնաթիռների ու նավերի շարժիչների քարշի ուժն է ստեղծում և այլն։ Լծակը պարզ մեխանիզմ է, որը ենթադրաբար ստեղծվել է Արքիմեդի կողմից։ Այն օգտագործվում է բեռների բարձրացման մեջ, շոգե մեքենաներում, անջատիչներում, մեքենայնաշարժիչներում և այլն։ Լծակը աշխատում է այնպես, որ երբ երկու ուժերի ազդեցության տակ հավասարակշռության մեջ գտնվող լծակի երկու ծայրերը ենթարկվում են ուժի ազդեցության, ապա փոքր ուժի մոմենտը ավելի մեծ փոքրիկ է կատարում, քան մեծ ուժին է, և որոշակի հաշվարկներ կատարելով մենք կարող ենք նկատել, որ դրանց անցած ճանապարհը հակադարձ համեմատական է կիրառվող ուժի մոմենտին։ Ինչ սարք է ստեղծել Արքիմեդը, լծակի սկզբունքի վրա հիմնված։ Հաջորդ սլայդում կարող ենք տեսնել, դա քարաձիգն է։ Քարաձիգը օգտագործվել է Սիրակուզի քաղաքի պաշտպանության մեջ, այսինքն նրանք քարեր են դնում այդ քարաձիգի մեջ և գրավում
նամբերի։ Հրեգնդերը ուղարկում էին մեծ հավանության վրա օգտագործելու լծակ։ Անցակալություն։ Ջախարակ է կոչվում խորականացում անիվը, որը կարող է պտտվել լոտե կապի մեջ։ Ջախարակները լինում հիմնականում երկու տեսակի, շարժական և անշարժ։ Անշարժ շարժականները առողջություն չեն տալիս, սակայն թույլ են տալիս փոփոխել շարժականությունը, իսկ շարժական ջախարակները երկու անգամ առողջություն են տալիս իրար ուժի մեջ։ Ոլորան ըստ էության իրարմիացված տարբեր շարավիղներով անիվներից կազմված համակարգ է, որը պտտվում է սևեռված առանցքի շուրջը։ Այն գործում է ինչպես լծակ, ուստի կախվածից թե որտեղ են կիրառված ջիգն ու բեռը, կարող է շահում տալ ինչպես ուժի, այնպես էլ առանցության մեջ։ Լծակի հենմակետը սևեռված առանցքն է։ Բեռեր ջիգի բազուկները համապատասխան անիվների շարավիղներն են։ Դրանց հարաբերությունն հավասար է ոլորանի տված շահումին։ Ուժի մեջ շահում տվող ոլորանի օրինակ է սովորական պտուտակահանը, իսկ արագության մեջ մթերք կտրատող սղոցը։ Բարձրագույն ոլորանը, որը կազմված է թմբուկից և նրան ամրացված բռնակից, հայտնագործվել է խոր հնադարան։ Առավել հաճախ այն օգտագործվել է ջրհորից ջուրը վեր բարձրացնելու համար։ Անիվը հայտնագործվել է մեկթվականությունից առաջ 3500-ից 1000 թվականների ընթացքում։ Այն քաղաքներում, որտեղ ապրել են զարգացած քաղաքակրթություններ։ Օրինակ, Մեսոպոտամիայի կիչ քաղաքում հայտնաբերվել են երկանիվ և քարանիվ փոխադրամիջոցներ, իսկ այդ քաղաքակրթությունը հայտնի էր իր մետաղագործությամբ, առևտրով և տնտեսությամբ։ Անիվի նախահայրը Գերանն էր, մարդիկ Գերանն են գնորել և հետևել նրա շարժմանը և հասկացել են, որ բեռը չի կարելի դնել Գերանի եզրերում, այլ մեջտեղում պետք է դնեն։ Այդ Գերանի այդ մասը, որտեղ բեռը են դնում, սկսել է մաշվել և մի բարակ ձող է դարձել։ Հետագայում մարդիկ սկսել են երկու մեծած կլոր փայտ կորցնել երկար ձողի և այդպես ստեղծվել է անիվը, և մարդիկ Գերանը չեն կարողանում կառավարել, սարքը կոտակում էր կամ բեռներ են գնում։ Մարդիկ սկսել էին ավելի մեծացնել այդ անցքերը և դրանց մեջ յուղ լցնել, իսկ հետո սկսեցին կենդանիներին լծել։ Հետագայում մարդիկ անիվը սկսել են օգտագործել ուրիշ բնագավառներում։ Հռոմեացիներն ու մենք ծով ջրային անիվ ստեղծեցին, անիվի օրինակով ստեղծվել է իլիկը և ողմաղացը։ Իլիկի օրինակը։ Այստեղ իսկային են բացթողել անցածը հենց իլիկը աշխատում է ոլորանի պրինցիպով, իլիկը թել մանելու գործիք է ձեռքի մոտ 25-ից 30 սանտիմետր երկարության ձողով իլիկը ունի մոտ 25-ից 30 սանտիմետր երկարության ձող, դրա վրա ամրացված գրանաձև կամ կոնաձև գլխիկ և կեռիկ։ Իլիկը հայտնաբերվել է դեռ Հայաստանի շահի բնակավայրերում, դեռ Քրիստոսից առաջ 3-րդ դարում մոտավոր Դեք ուզում էի բամբակ մի քիչ մանեի թելը, էլի լավ բամբակը մեր ուզածը չէր, այսինքն թել ստանալը բամբակ չէր, չունշտված բամբակ էր, չկարողացան։ Հետո հանում ես, կծկում ես, շարից վերևից ես գցում, որ շարունակես մնացածը։ Հետ կծկում ես, գցում ես բրդի ձայնից, ոնց որ թելի վերջից, նորից շարունակես, լավ։ Դեր հենց այդ հիմնական բնակավայրերում գտել են կավից, քարից և ոսկից պատրաստված կեռիկներ իլիկի համար։ Հիմա այն գրեթե միշտ պատրաստվում է փայտից, սակայն ինչ խոսք գրեթե չի օգտագործվում։ Ինչու համար չի օգտագործվում։ Դրա ավելի զարգացած տեսակ։ Ավտոմատացված է, չեմ ասում, մեխանիզացված էլեկտրական տարբերակներ ունենք արդեն, ինքը ինչով է անհարմար։ Ուժ է զբոսադրում։ Բացի ուժից ժամանակը արտադրողականությունը շատ ցածր է։ Այսինքն մի փոքր կծիկ թել ստանալու համար դու կարող ես մի քանի օր դրա վրա տանել, որը գործարանում էլեկտրական մանարանում շատ
վարկյալների ընթացքում ցույցը բավիներով տերեր է ստանում։ Պիթագորասի գավաթը ասեմ։ Չէ, Մոխոցը մեքենայի կամ սարքիշ։ Մոխոցը մեքենայի կամ սարքի շարժական դետալ է, որով իր թափումը տնանիվայնական հատված է և պտտվում դրա առանցքին զուգահեռ։ Մոխոցավոր մեքենաներում կամ սարքերում այն օգտագործվում է մեխանիկական էներգիան ջրի և հեղուկ գազի ճնշման էներգիայի փոխակերպման մեջ, նաև հաճախ կատարում է կաթվածաբաշխման ֆունկցիաներ։ Ըստ տեսակների բոլոր մեքենաների շարժիչները այդպես մոխոցավոր շարժիչներն են, չէ՞։ Եվ մեքենայի հզորությունը ինչից է կախված։ Թե քանի մոխոցավոր է դրա շարժիչը։ Նվազագույնը քանի մոխոցավոր պետք է լինի։ Նվազագույնը 4, որովհետև մոխոցի 4 տակտի ընթացքում մեկ քայլն է աշխատանքային։ Ուրեմն գոնե 4 պետք է լինի։ Ինչքան շատ է, այնքան բնականաբար շարժիչը հզոր է։ Լինում են 3 տեսակի փոխավոր սկավառակավոր էքսոզոց։ Լինի ավտոմատ, հետո։ Կապ չունի, այդ բանի մատորի։ Պատմություն։ Պարզ մեխանիզմի գաղափարը ծագել է հույն փիլիսոփա Արքիմեդի մոտ վերջարկությունից առաջ 3-րդ դարում, որն ուսումնասիրել է Արքիմեդյան պարզ մեխանիզմները՝ լծակ, ճախարակ և պտուտակ։ Նա լծակի համար հայտնաբերել է մեխանիկական ուժի շարժման սկզբունքը, հայտնի Արքիմեդի հետևյալ միտքը լծակի վերաբերյալ։ Տվեք ինձ մեր մակետ և ես կշրջեմ աշխարհը, երկիրը։ Այն հավաստում է դիպոյություն շնորհափոխանցման գործակցի սահմանափակում, որին կարելի է հասնել օգտագործելով մեխանիկական ուժի շահումը։ Ավելի ուշ հույն փիլիսոփան հայտնաբերել է դասական 5 պարզ մեխանիզմները բացառությամբ թե քարտության և կարողացել է հաշվարկել դրան իդեալական մեխանիկական ուժի շահումը։ Օրինակ Հերոն Ալեքսանդրացին իր մեխանիկ աշխատության մեջ թվարկում է 5 պարզ մեխանիզմ, որոնք կարող են տեղափոխել բեռը և նկարագրում են, որ դրանց պատրաստումը օգտագործումը։ Այնուամենայնիվ, հույների գիտելիքը վերաբերել է միայն պարզ մեխանիզմների ստատիկային և չներառել դինամիկան, ուժի հնարավորությունը, կոմպրոմիսը կամ աշխարհի ռայցակարգը։ Պատմություն։